Միջազգային top 10 թեմաների ամփոփումը Եվրամեդիա 24 հեռուստաընկերության եթերում։ ԱՄՆ ռազմածովային ուժերը հաստատել են, որ Հորմուզի նեղուցում իրականացրել են գործողություն, կանգնեցնելով իրանական բեռնատար նավի ընթացքը։ Ըստ տվյալների, նավը փորձել է անցնել միջազգային վերահսկողության գոտին, առանց թույլտվության։ Իրանը դա որակել է որպես ծովային սադրանք եւ անմիջապես պատասխանել անօդաչու հարվածներով։ Վաշինգտոնը հայտարարել է, որ գործողությունը նպատակ ունի պաշտպանել միջազգային նավարկության ազատությունը, սակայն Թեհրանը պնդում է, որ սա ուղղակի ռազմական սադրանք է, որը կարող է հանգեցնել լայն կոնֆլիկտի։ Բաց աղբյուրները նշում են, որ տարածաշրջանում արդեն տեղակայվել են լրացուցիչ ամերիկյան ուժեր։ Դիվանագիտական խողովակները փաստացի սառեցված են, բացառելով արագ համաձայնությունը։ Հաղորդվում է, ԱՄՆ-ի եւ Իրանի ներկայացուցիչները հանդիպել են Իսլամաբադում։ Հանդիպումը կազմակերպվել է Պակիստանի միջնորդությամբ, առանց պաշտոնական լուսաբանման։ Նպատակն է նվազեցնել լարվածությունը եւ վերականգնել միջուկային համաձայնության հիմքերը, սակայն կողմերի դիրքորոշումները մնում են խիստ հակադիր։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիվանագիտությունը դեռ չի մահացել։ Իրանական կողմը սակայն պահանջում է նախապես դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։ Դիվանագետները զգուշացնում են, բանակցությունները կարող են ձախողվել առաջին իսկ փուլում։ Նավթի գները անցել են $100 շեմը։ Պատճառը Հորմուզի նեղուցում ստեղծված ռազմական լարվածությունն է։ Շուկաները արձագանքել են խուճապային ոճով, հատկապես Եվրոպայում եւ Ասիայում։ Մեծ յոթնյակի երկրները քննարկում են ռազմավարական պահուստների օգտագործումը։ Ֆինանսական վերլուծաբանները խոսում են հնարավոր համաշխարհային ռեցեսիայի ռիսկի մասին։ ԱՄՆ էներգետիկ գերատեսչությունը կոչ է անում զսպել շուկաները։ Իրանի գործողությունները համարվում են առանցքային գործոն այս ցնցման մեջ։ Արևմտյան լրատվամիջոցների տվյալներով Իսրայելը ընդլայնել է ռազմական գոտիները հարավային Լիբանանում։ Այս քայլը ներկայացվում է որպես անվտանգության գիծ Հեզբոլլահի դեմ։ Բեյրութը սա անվանում է օկուպացիոն քաղաքականության շարունակություն։ Տեղում գրանցվում են պարբերական բախումներ սահմանային գոտիներում։ ՄԱԿ-ը կոչ է անում կողմերին զսպվածություն ցուցաբերել, սակայն իրավիճակը արագորեն դուրս է գալիս վերահսկողությունից։ Տարածաշրջանային պատերազմի վտանգը աճում է ամեն օր։ Իսպանիան առաջարկել է սառեցնել Եվրամիություն-Իսրայել համագործակցությունը։ Պատճառը Գազա եւ տարածաշրջանի շարունակվող ռազմական գործողություններն են։ Գերմանիան եւ մի շարք արևելաեվրոպական երկրներ կտրականապես դեմ են նախաձեռնությանը։ Եվրամիությունում ձևավորվել է քաղաքական բևեռացում, արտաքին քաղաքականության շուրջ։ Բրյուսելը փորձում է պահպանել միասնությունը, սակայն ճնշումը աճում է։ Վերլուծաբանները նշում են, սա կարող է լինել Եվրոպական միության ամենախորը ճգնաժամերից մեկը։ Իսրայելը մեղադրում է որոշ եվրոպական երկրներին կողմնակալության մեջ։ Ռուսաստանի Դաշնությունը նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Կիևը իր հերթին հայտնել է քաղաքացիական զոհերի եւ մեծ վնասների մասին։ Արևմուտքը քննարկում է նոր պատժամիջոցների փաթեթ Մոսկվայի դեմ։ Ռուսաստանը հայտարարել է, որ գործողությունները ռազմական անհրաժեշտություն են։ Եվրամիությունը խոսում է Ուկրաինային լրացուցիչ օգնության մասին։ Տարածաշրջանում իրավիճակը կրկին մոտենում է լայն էսկալացիայի։ Դիվանագիտական լուծումների հեռանկարը շարունակում է հեռանալ։ Զեկույցների համաձայն համաշխարհային տնտեսական աճը կտրուկ դանդաղել է։ Հիմնական պատճառը էներգետիկ ճգնաժամն ու աշխարհաքաղաքական լարվածությունն է։ Նավթի եւ սննդամթերքի գների աճը ծանրացնում է զարգացող երկրներին։ Ֆինանսական շուկաները դառնում են անկայուն։ Աճում է համաշխարհային ռեցեսիայի բարձր ռիսկը։ Կենտրոնական բանկերը քննարկում են տոկոսադրույքների նոր քաղաքականություն։ Սա կարող է դառնալ 21-րդ դարի ամենախորը տնտեսական ցնցումներից մեկը։ ՄԱԿ-ը հայտարարել է էներգետիկ համակարգի գլոբալ շոկի մասին։ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել անհապաղ դիվանագիտական լուծումների։ Հորմուզի ճգնաժամը դիտվում է որպես հիմնական պատճառ։ Աշխարհի մի շարք երկրներ սկսել են էներգետիկ պահուստների ակտիվացում։ ՄԱԿ-ը ահազանգում է սննդային ճգնաժամի հնարավոր վտանգի մասին։ Դիվանագիտական ճնշումը հատկապես ուղղված է Միացյալ Նահանգներին եւ Իրանին, սակայն կողմերը դեռ պատրաստ չեն զիջումների։
Ռուսաստանը եւ Չինաստանը ակտիվացնում են համատեղ դիվանագիտական նախաձեռնությունները։ Նպատակը նվազեցնել ԱՄՆ-ի ազդեցությունը Մերձավոր Արևելքում։ Պեկինը առաջարկում է նոր բանակցային հարթակ առանց արևմտյան միջնորդների։ Մոսկվան աջակցում է այս մոտեցմանը, քննադատելով ԱՄՆ քաղաքականությունը։ Արևմուտքը սա դիտարկում է որպես գլոբալ ազդեցության մրցակցության սրում։ Տարածաշրջանային երկրները հայտնվում են նոր ընտրության առաջ։ Այս զարգացումը կարող է փոխել միջազգային համակարգի կառուցվածքը։ Ֆրանսիան եւ Գերմանիան քննարկում են ծովային պաշտպանական առաքելություն։ Նպատակը ապահովել նավարկության անվտանգությունը վիճելի Հորմուզ նեղուցում։ Այս նախաձեռնությունը կարող է դառնալ Եվրամիության առաջին համատեղ ռազմական քայլը տարածաշրջանում։ Իրանը արդեն զգուշացրել է, որ դա կընկալի որպես թշնամական գործողություն։ ԱՄՆ-ն ողջունել է եվրոպական ներգրավվածությունը, սակայն ներսում կան քաղաքական տարաձայնություններ։ Եվրոպան կանգնած է վտանգավոր ընտրության առաջ։ Դիվանագիտություն կամ ուժ։